ի պատասխան Ալիևի պահանջների եւ մեղադրանքների հայկական կողմից հնչում են խոստումներ, որ խաղաղության պայմանագրի կնքումից հետո ադրբեջանցիները կարող են վերադառնալ Հայաստան հայկական գյուղերում ապրելու եւ համեմատություն է արվում Վրաստանում ապրող հայերի միջև, այլ խոսքով Հայաստանի իշխանությունները Ալիևի արևմտյան Ադրբեջանն ու արցախցիների, այդ թվում նաեւ արցախցիների իրավունքները դնում են նույն հարթության մեջ եւ ուղղակիորեն Ալիևին խոստանում են, որ ադրբեջանցիների մուտքը Հայաստան ազատ է եւ նրանք կարող են գալ Հայաստան ապրելու, ինչը բնականաբար հանգեցնելու է աղետի, միաժամանակ շեշտվում է, որ հայերը կարող են գնալ ապրել Բաքվում, թեպետ երբևէ Ալիևը չի ասել, որ հայերը կարող են գալ ադրբեջանական քաղաքներում ապրելու, երբևէ նա նման բան չի խոստում, չի տվել ու երբևէ չի ասել, որ ես կերաշխավորեմ նրանց անվտանգությունը։ Դա հայկական կողմն է ենթադրում, որ հայերն էլ կարող են գնալ ապրել ադրբեջանական քաղաքներում, սակայն միայն ապուշը կհավատա, որ գեթ մեկ հայ կգտնվի, որը կցանկանա ապրել դիցուք Բաքվում կամ Սումգայիթում։ Եթե ապրեին, ապա արցախցիները չէին թողնի գալ Արցախից։ Իհարկե, դա նույնպես միակողմանի գործընթաց է լինելու, այսինքն ադրբեջանցիներով է լցվելու Հայաստանը